Հիմա վերջապես եկել այն պահը, որ մենք մեր բույսերը պիտի տնկենք այն ակոսների մեջ, այն նախապես պատրաստված փոսերի մեջ, որտեղ լցված է լավ հողախառնուրդ, այս ձևի հողախառնուրդ, ես ամեն նյութերից մեջ ցույց եմ տալի, ինքը բաղկացած է գնդիկային հողից, կարմիր ավազից եւ օրգանական պարտանյութից 2 անգամ խառնած խառնուրդ։ Հիմա այսենց հերթականությամբ մի հատ սա ենք դնելու, մի հատ կապույտ մաժավելնիկն ենք դնելու, մի հատ էլ ես բոյովը, նորից կապույտ մաժավելնիկը, որոնք հետագայում ձևավորված գեղեցիկ պատկերներ են դառնալու, այսինքն դեղինները բոյով ենք թողելու, կապույտները ավելի ցածր եւ բոլորը ձևավորված, որի համար ժամանակ, տարիներ, ամիսներ, երկար ժամանակ է պահանջվելու։ Ինչն է այստեղ հետաքրքիրը, նայեք, հետևն էլ ամբողջը մենք ունենալու ենք պլյուշներ, այսինքն ֆոնը ոնց անենք, մենք այգին այնպես ենք ձևավորում, որ տեսադաշտը չփակվի։ Նայեք, հետևը մուգ պլյուշն է լինելու կանաչ, մի քիչ հեռվից կանգնեմ, ծաղկամանները ոնց դրած է, այդպես պատկերացրեք, այդպես տնկվելու է։ Դեղին եւ կապույտ բաներ։ Հետո այս մասն էլ ուրիշ կապույտ գույնի բույսեր է լինելու բորձուրի պահով։ Ստեղ էլ տեսեք, բոյովներն է կապույտ, արանքներինը դեղին փռվող մաժավելնիկ է լինելու։ Հետո մեջտեղները մենք տենց ենք օգտագործելու, մոնտաժը այնպես է սարքած, որ ինչ բուսականություն ուզենանք տեղադրելու ենք։ Մի խոսքով առայժմ սկիզբն է, սկսեցինք տնկելը։ Հերթով մենք ցույց կտանք, թե ինչ է դառնալու։ Այսպես։